բռնարար վարքը դա շարունակական վարք է, դա մեկ անգամյա գործողություն չէ։ Եվ ընտանեկան բռնությունը այդ սպეციფիկան ունի, որ ես որևէ կերպ չեմ կարող ազատվել այս բռնարարից, ինձ պետք է ուժեղ պաշտպանություն։ Երկրորդ վախը, որ աջակցողներ չի գտնի։ Դիմում է ինչպես է տեղի ունենում, դիմում է ամուսնու հարազատներին, նրանք ասում են ես գործ չունեմ, դիմում է հարևաններին, ես գործ չունեմ, դիմում է սեփական ծնողներին, ծնողները ասում են, բա ոնց անենք, ինչ անենք, բա խայտարակ լինենք, բա էս ինչ է, էս կասի, մենք ավելի շատ մտածում ենք հասարակությունը, ինչ կասի եւ բավարարենք հասարակության ակնկալիքները, քան մտածում ենք սեփական երեխայի կյանքի փրկության մասին։ Հաջորդ փուլը, երբ մտածում է լավ, դիմեցի իրավապահ համակարգին, արդյոք իրավապահ համակարգը այդքան զգայուն է եւ այդքան գործիքակազմով զինված է, որ իսկապես ինձ կպաշտպանի։ Էլի դեռևս կա անվստահություն։ Աջակցության համակարգին դեռևս կա անտեղյակություն նաեւ, թե ում դիմել, որտեղ դիմել, ինչ քայլերով դիմել եւ այլն։ Եվ ի վերջո հասարակության խարանը, բաժանված կինը, ինչ էր եղել որ, ինչի հանուն երեխեքի չդիմացավ, տեսեք դուք մի մասին եք ասում, ինչ էր այդքան դիմաց է մեղադրում, բայց մի մասն էլ ասում է, հալավ ինչ էր արել որ դիմանայիր, այդքանս դիմացել ենք դու էլ դիմանայիր։ Այսինքն այդ բոլորը վախերի այսպիսի մի մեծ փունջ են կազմում, որը գերակշռում է աջակցության եւ պաշտպանության այն համակարգին, որը պետք է լինի։